Այսօր խաչվերաց է, մեր եկեղեցու 5 տաղավար տոներից վերջինը եւ խաչին նվիրված 4 տոներից մեծագույնը։ Տոնական այսօրը բազմաթիվ հավատացյալներ են համախմբվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում այն մեծ զոհաբերության խորհրդի շուրջ, որ Քրիստոս կատարեց մեզ համար խաչը դարձնելով հաղթության նշան։ Զանգերի հանդիսավոր ղողանջների ներքո միաբանների թափորը եւ հավատացյալները ամենայն հայոց հայրապետին ուղեկցեցին Մայր տաճար, հանդիսապետելու խաչվերացի տոնի սուրբ եւ անմահ պատարագը։ Պատարագիչն էր Մայրաթորի Վանորեիս տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Սրբազան հոր քարոզը խաչի զորության եւ քրիստոնյայի անցնելիք ճանապարհի մասին էր։ Տիրոջ փրկարար խաչին նվիրված այս տոնը ամենքից պատգամում է այսօր ուրանալ մեր անձը, մերժել եսասիրությունն ու փառամոլությունը, հրաժարվել նյութապաշտության եւ աշխարհատենչության բոլոր ընթացքներից։ Ինչպես որ խաչը վերադարձվեց Երուսաղեմ, այնպես էլ մենք ամենքս անձնական դարձ պիտի կատարենք դեպի Քրիստոս, հավատացյալներին ուղղված իր խոսքում ասաց պատարագիչը։ Ինչ է խաչի խորհուրդը մեր կյանքում, ինչ է խորհրդանիշը։ Սեր, հավատք, հույս, ներողամտություն, համբերություն, ինչպես որ Պողոս Առաքյալ ուրեմն Գաղատացիների 5-րդ գլխի մեջ խոսում է Սուրբ Հոգու շնորհների մասին, այսօր մեկ անգամ եւս մեզ համար առիթ է տոնախմբելով տերունական խաչի վերացման տոնը, Սուրբ խաչվերացի տոնը, մեկ անգամ եւս մեր ուխտը վերանորոգելու առ Աստված, մեկ անգամ եւս հիշելու այն մեծ սրբագործությունը, որ Քրիստոս կատարեց խաչի վրա վերցնելով մեր մեղքերը։ Տեր Խաչատուր քահանա Քեսաբլյանի համար կրկնակի տոն է խաչվերացը։ 20 տարի առաջ այս օրը Մայր տաճարում օրհնությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի եւ ձեռամբ կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տեր Մեսրոպ arczepiskopos Գրիգորյանի ձեռնադրվել է քահանա։ Եվ այսօր խորհրդանշական օր է ինձ համար, որովհետև այսօր ուխտավորաբար գտնվում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում 26 ուխտավորների հետ միասին։ Իրապես ինձ համար շատ հուզումնալից է այս պահը։ Իրապես չեմ կարող նկարագրել բառերով, թե ինչ ապրումներ ունեմ, ինչ հուզմունք ունեմ, հուզումներ ունեմ այս պահին, եւ պիտի խնդրեմ նրանք, ովքեր որ պիտի տեսնեն այս տեսանյութը, խնդրեմ աղոթեցեք ինձ համար, որպեսզի կարողանամ իրապես արժանի լինել Տիրոջը եւ ծառայելու Տիրոջը։ Հայոց եւ ընդհանրական եկեղեցում խաչվերացի տոնը հաստատվել է 4-րդ դարում, նշվել է սեպտեմբերի 11-ից 17-ն ընկած կիրակի օրը։ Եկեղեցական ավանդության համաձայն առաջին անգամ խաչը վեր է հանել եւ փառաբանել Տիառնեղբայր Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Առաքյալը։ Խաչն ի տես ժողովրդի բարձրացնելով նա արտասանել է «Խաչի քո Քրիստոս» երկրպագի աղոթքը, որը մինչ օրս հնչում է մեր եկեղեցիներում։ Խաչվերացի տոնին հիշատակվում է նաև Կոստանդիանոս Կայսեր մոր Հեղինեթագուհու միջոցով խաչը հրաշքով գտնելու եւ մեծ շուքով Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում զետեղելու պատմական իրադարձությունը։ Խաչվերացի տոնական իրադարձությունները շարունակվեցին նաև երեկոյան ժամերգությունից հետո։ Լիանա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։